Ֆինանսական բուրգեր մեկը մյուսի հետևից։ Օրեր առաջ ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հայտարարեց. արգելափակվել է Hello-Bit-ի գործունեությունը։ Այժմ էլ Տելեգրամյան ալիքում զգուշացնում են նոր ֆինանսական բուրգի մասին։ Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ DG Algeri AI անվանումով, որը առաջարկում է ներդնել գումարներ դրոնների ոլորտում։ Տելեգրամյան հարթակի միջոցով գովազդ է իրականացվում եւ մեր քաղաքացիներին հրավիրում են այդ Տելեգրամյան հարթակ, այնտեղ տալիս են խորհուրդներ, թե ինչպես անձանց ներգրավել, թե ինչպես գումար ուղարկել։ Բնականաբար մենք որպես իրավապահ մարմիններ արդեն իսկ սկսել ենք համապատասխան աշխատանքներ տանել, գովազդներով զբաղվող անձանց ի հայտ բերելու, այդ Տելեգրամյան հարթակների ադմինիստրատորների մասով եւս աշխատանքներ իրականացվում են։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունից նշում են, այս մեկն էլ իր տեսակով կրկնօրինակում է դեռ նախորդ տարի տարածված ու արդեն փլուզված City Bike նախագիծը։ City Bike-ի օրինակը գիտենք, երբ առաջարկում են, ասում են մենք Երևանում նոր տրանսպորտային համակարգում ներդրում ենք, առաջարկում անեք, դուք հեծանվի սեփականատեր եք դառնում, այդ հեծանիվները մարդիկ վարձում են, դուք ձեռք եք բերում սարքը, ներդրում եք անում դրա մեջ, այդ սարքի աշխատած գումարից էլ ձեզ տոկոսներ են գալիս։ Այ մոտապես այս սխեմայով ինքը սպարս ֆինանսական բուրգից ուղղակի տարբերում է նրան, որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, որ ինքը ինչ-որ նյութական արժեք է ձեռք բերում, բայց իրականում իր էության մեջ սկզբունքը նույնն է։ Հրապարակումը Տելեգրամյան խմբում ունի կանխարգելիչ բնույթ, ընդգծում է նախարարության ներկայացուցիչը։ Դեռևս հարթակը շարունակում է գործել, քաղաքացիները հնարավորություն ունեն գրանցվելու, գումարներ ուղարկելու, սակայն եւս մեկ անգամ հորդորում ենք, որպեսզի նմանատիպ գործարքներ կամ գումարներ չվճարեն այդ հարթակների միջոցով, քանի որ մեծ է վտանգը, որ դա եւս Hello-Bit ֆինանսական բուրգի օրինակով կդադարեցնի իր գոյությունը եւ քաղաքացիները կկորցնեն իրենց ներդրած գումարները։ Այս ֆինանսական բուրգի մասին տեղեկատվությունը իրավապահ մարմինները ստացել են հենց քաղաքացիներից։ Նշում են, այսպիսի հանցավորությունների դեմ պայքարում քաղաքացիները մեծ աջակցություն են ցուցաբերում։ Ներքին գործերի նախարարության ստեղծած կիբերոստիկանություն Տելեգրամյան ալիքն էլ արդյունավետ է աշխատում։ Արդեն 4000-ից ավել բաժանորդ ունի, նշում է Հայկ Մկրտչյանը։ Բավականին նամակներ ենք ստանում մեր քաղաքացիներից եւ երևում է, որ մեր կատարած աշխատանքը այդ հարթակի միջոցով տալիս է իր պտուղները, շատ քաղաքացիներ ուղարկում են օրինակ մեր գրառումները այս կամ այն երևույթի մասին եւ դրանով իսկ իրազեկում են նաեւ իրենց ընկերներին, իրենց մտերիմներին, որպեսզի վերջիններս հեռու մնան պայմանական տարատեսակ ֆինանսական բուրգերից, ներդրումային խարդախություններով մասնագիտացված հարթակներից։ Վերադառնալով նոր ֆինանսական բուրգին, մասնագետները հիշեցնում են, այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց հրավիրել եք հարթակ։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։